Իզիալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում։ Երեք տեղի ունեցավ բավականին կարևոր, իմ անձնական տեսակետից ելնելով երևի թե միջանկյալ իրադարձություն Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի բանակցություններից հետո երկու երկրները բանակցությունները անց են կացվել Սաուդյան Արաբիայում Ջիդա քաղաքում համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Սպիտակ տունը անհապաղ կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը եւ կվերսկսի Ուկրաինային անվտանգության աջակցությունը։ Այսպիսի շքեղությունը Վաշինգտոնը եւ Թրամփի վարչակազմը իրենց թույլ են տալիս աջակցում են Կիևին, հաշվի առնելով, որ Կիևը իր հերթին պատրաստակամություն է հայտնել ընդունելու անհապաղ միջանկյալ 30-օրյա հրադադարի հաստատման ԱՄՆ-ի կարդում ենք Դոնալդ Թրամփի առաջարկը, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը ենթակա է ընդունման եւ միաժամանակ իրականացման Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ես հասկանում եմ այս պայմանավորվածությունը, որը շատ կարճ ընթերցեցի, տեքստը իրականում շատ ավելի մեծ է, որպես երևի թե հերթական վերջնագրի փորձ, որը Թրամփը դնում է Վլադիմիր Պուտինի առջև։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում շատ են կարևորում հետևյալ դիսկուրսը Դոնալդ Թրամփի ռուսամետության, Դոնալդ Թրամփի Պուտինամետության, եթե կարելի է այդպես ասել, թեզերը։ Ես այդ թեզերը չեմ կիսում եւ ես կարծում եմ, որ Թրամփը այսօր կառուցում է մի քաղաքականություն, որի հետևանքով Ռուսաստանը կանգնելու է երկընտրանքի առջև գնալ այն առաջարկությունների ետևից եւ այդ առաջարկությունների ընդառաջ, որոնք առաջարկում է Թրամփը, թե շարունակել մի պատերազմ, որտեղ չկա որևէ հստակ հեռանկար Ռուսաստանի համար, որը հյուծում է Ռուսաստանը եւ որը ել ավելի է վատթարացնում եւ ստեղծում է ել ավելի մշուշոտ ապագա այդ երկրի համար։ Պետքարտուղար Ռուբիոն արդեն հայտարարել է, որ գնդակը ուղարկվել է Ռուսաստան, գնդակը Ռուսաստանի դաշտում է եւ հիմա նրանք սպասում են Մոսկվայի պատասխանը, Պուտինի պատասխանը։ Այս պահին երևի գլխավոր ինտրիգը կայանում է նրանում, թե արդյոք այս բանակցությունների շարունակությունը կլինի եւ արդյոք Պուտինը կհամաձայնվի։ Միանշանակ պատասխան իհարկե չկա։ Ես տարբեր վարկածներ եմ դիտարկում անձամբ, բայց ես կարծում եմ հաշվի առնելով, որ այս պատերազմում կողմերը արդեն գտնվում են հյուծված վիճակում եւ Ռուսաստանը եւ Ուկրաինան, այնուամենայնիվ հրադադար պետք է լինի։ Եթե այն չկնքվի հիմա, այն կարող է կնքվել 1 ամիս հետո, բայց այն կնքվելու է, որովհետեւ շարունակել այնպես ինչպես նրանք անում են դա վերջին 3 տարվա ընթացքում, այլևս կարծես թե անհնար է։ Ռուսաստանը կարող է իր սեփական նախաձեռնություններով հանդես գալ, կարող է նախապայմաններ դնել այդ հրադադարի ճանապարհին։ Ես կարծում եմ, որ կա հավանականություն, որ բանակցությունները մի փոքր կերկարեն, բայց այնուամենայնիվ այսպես թե այնպես հրադադար լինելու է։ Եվ ես ուզում եմ հիշեցնել այն բոլոր մարդկանց, ովքեր որ այն տհաճ իրավիճակը, որը կար Սպիտակ տանը, եւ որ Վլադիմիր Զելենսկին ճակերտների մեջ հյուրընկալվում էր Դոնալդ Թրամփի եւ նրա փոխնախագահ Վենսի կողմից, դրանից հետո հայտարարեցին, որ վերջ Ուկրաինայի համար ամեն ինչ ավարտված է, Թրամփը ռուսամետ է, Պուտինամետ է, նրանք ընկերներ են, կան մարդիկ, որոնք կարծում են, որ Թրամփը անձնական կախվածություն ունի Պուտինից, այդ թվում նաև ֆինանսական, կան մարդիկ, որոնք կարծում են, որ կոմպրոմատներ ունի Պուտինը Թրամփի նկատմամբ։ Գիտեք, եթե այս ամենը իրականություն լիներ, ես կարծում եմ Պուտինը հնարավորություններ ուներ դա ներկայացնել Թրամփի նախագահության առաջին տարիներին, առաջի ժամկետի ժամանակ, եւ եթե դա չի արվել, դա լուրջ կասկածներ է հարուցում այդ վարկածի
կյանքի կոչվելու իրավունքը։ Ես օրեր առաջ եմ պնդել, որ բանակցությունները շարունակվելու են Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, մենք դա տեսնում ենք, կա, ես նորից եմ ասում, միջանկյալ համաձայնություն, բայց դա էլ է շատ կարևոր, եւ Թրամփը իր առևտուրը շարունակում է, ես շարունակում եմ դա պնդել։ Ինչպես մենք կարող ենք բնութագրել մի գործընթաց, որի շրջանակներում սա հարց է, հռետորական հարց, բոլոր կասկածողներին, մի գործընթաց, որի շրջանակներում Թրամփը սկզբից կանգնեցնում է մատակարարումները, զենքի մատակարարումները Ուկրաինային, գոնե հրամանի մակարդակով եւ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ, իսկ հետո անցնում է մի քանի օր, գործարքի առաջին փուլը կայանում է Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ եւ նա նորից վերականգնում է դա։ Բա ինչ եղավ այդ ռուսամետությունը Տրամփի, ուր կորավ։ Եվ ես բոլորովին չեմ բացառում, որ եթե Պուտինը չգնա ընդառաջ Տրամփի առաջարկություններին, այդ ռուսամետությունը կարող է իսպար վերածվել եւ Թրամփը կսկսի հավելյալ զինատեսակների մատակարարում Ուկրաինային, որպեսզի Պուտինի հարցերը գոնե Ուկրաինայի տարածքում վերջնականապես լուծվեն։ Իսկ դրա հավանականությունը շարունակում է մնալ շատ բարձր։ Եվ մարդկանց, ովքեր որ չեն կիսում այս տեսակետը, այս հավանականության կյանքի իրավունքի տեսակետը, ես խորհուրդ կտամ հիշել այն առաջարկությունները եւ այն բանակցությունները, որը Թրամփը վարում էր Ռուսաստանի, Պուտինյան Ռուսաստանի հետ 16 թվականին, սկսած, երբ որ նա առաջին անգամ հայտնվեց Սպիտակ տանը։ Եվ այն ժամանակ էլ բոլորը կարծում էին, որ շուտով աշխարհը Պուտինը եւ Թրամփը կիսելու են, չգիտեմ, Պոցդամ 2, Յալթա 2, չգիտեմ, Թեհրան 43 եւ այլն, բայց մենք տեսանք, որ այդ ամենը վերջացավ ընդհանրապես նրանով, որ Թրամփը սկսեց ջավելիններ մատակարարել Ուկրաինային, ինչը մեծ դերակատարություն ունեցավ այն գործընթացում հետագայում, երբ որ Ուկրաինային հաջողվեց ազատագրել իր Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների մեծ մասը։ Շատ կարևոր է նաև եվրոպական արձագանքը այս ամենին։ Եվրոպան այս պահին շարունակում է մնալ Ուկրաինայի անկախության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության միակ երաշխավորը։ Եվ այդ մասին խոսում է եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը, եւ նրանք Եվրոպան է, որ պատրաստ է, եվրոպական երկրներն են, որ պատրաստ են այդ համաձայնագիրը ստորագրելուց հետո, ոչ, խաղաղության համաձայնագիր չի լինելու, ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը ստորագրելուց հետո տեղակայել Ուկրաինայի տարածքում խաղաղապահ ուժեր, եվրոպական խաղաղապահ ուժեր, որոնք երաշխիք են տալու, որ Ռուսաստանը այդ համաձայնագիրը հերթական անգամ չի խախտելու, այնպես ինչպես դա տեղի ունեցավ 22-ի փետրվարին։ ԱՄՆ-ն իր հերթին արդեն հայտարարել է, որ նա որևէ կոնտինգենտ, ռազմական կոնտինգենտ Ուկրաինայի տարածքում չի պատրաստվում տեղակայել։ Եվ երեք Էմանուել Մակրոնը այս տրամաբանության շրջանակներում փակ հանդիպում է անցկացրել Փարիզում, հավաքված շուրջ 30 երկրի գլխավոր շտաբի պետերի հետ, զինված ուժերի շտաբի պետերի հետ, կոչ անելով Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու դեպքում ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքների որոշման մշակմանը։ Եվրոպան շարունակում է մնալ խաղի մեջ, դա հերթական անգամ հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ջիդայում բանակցությունների արդյունքում, երբ որ նշել է, որ Եվրոպան եւս պետք է այդ բանակցությունների մասնակից լինել, պարզ է, որ այդ ամենը շատ վատ են ընդունել Ռուսաստանում եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ի պատասխան արդեն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, այդ թվում խաղաղապահների սպառնալիք է Ռուսաստանի համար։ Ռուսաստանը շարունակում է սպառնալ, Ռուսաստանը շարունակում է առևտուր անել, Ռուսաստանը փորձում է իր համար շատ ավելի լավ պայմաններ ստանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ես կարծում եմ, որ դրա հնարավորությունը, որ այդպիսի պայմաններ դրանք ստանա, դեռ պահպանվում է։
Ինչևէ, բանակցությունները տևելու են բավականին երկար ժամանակ, խոսքը գնում է վերջնական հրադադարի մասին։ Հրադադար լինելու է, ես նորից եմ ասում, այստեղ որևէ մեկը կասկած չի կարող ունենալ, խնդիրը ժամկետների մեջ է։ Խնդիրը նրա մեջ է, թե երբ է Պուտինի ուղեղում վերջապես արթնանալու ողջամտությունը եւ երբ է նա հասկանալու, որ շարունակել այս արյունարի պատերազմը այս պահին արդեն դարձել է գրեթե անհնար։ Չնայած Ռուսաստանի ժողովուրդը կներեք արտահայտության համար հասարակությունը նրան այդպիսի կարտ բլանշ տալիս է։ Նույն Մոսկվայում ապրող ռուսին երևի թե այդքան էլ հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, հետաքրքիր չէր։ Մինչ մարտի 11-ի 10-ից 11-ի լույս առավոտ գիշերը, երբ որ ուկրաինական ԱԹՍ-ները հասան Մոսկվա, կան նաև զոհեր Մոսկվայում, կան վիրավորներ, ես չգիտեմ ինչ պիտի այդ մարդը բերի այդ ազգի գլխին, որպեսզի նրանք վերջապես զարթնեն եւ պահանջեն նրանից այս անիմաստ արյունալի ինչ որ առումով եղբայրասպան պատերազմը դադարեցնել։ Հաշվի առնելով, որ ժամանակին ուկրաինական եւ ռուս ժողովուրդները եղել են շատ ավելի մտերմիկ, քան օրինակ, չգիտեմ, ավստրիացիները եւ շվեյցարացիները, քան ավստրիացիները եւ գերմանացիները։ Ռուսաստանում այդպիսի կատեգորիաներով չեն մտածում եւ իրավիճակը կսկսի ֆունդամենտալ ռադիկալ փոխվել այն ժամանակ, երբ որ կսկսեն մտածել այդ կատեգորիաներով, ես մեծ հույսեր չունեմ կապված այդ մտածելակերպի փոփոխության հետ, դրա համար իմ բոլոր հույսերը Ուկրաինայի քեսով, Ուկրաինայի մասով երևի թե սահմանափակվում են հրադադարի տեսքով, հրադադարի հույսով, որքանով է այս վարկածը ճիշտ, որքանով է այն հավանական, մենք շուտով կիմանանք։ Ինչևէ, երևի թե այսօր այսքանը, մենք շարունակում ենք մեր եթերը եւ քիչ անց կվերադառնանք տաղավար։